Starlink-ը այժմ ակտիվ է Հայաստանում։ X-ի իր միկրոբլոկում այս լուրով կիսվեց Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։ Հայաստանը դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետը։ Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը ստեղծել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Նպատակն է ապահովել գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի է։ Նախ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս լուրով հպարտացան։ Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ։ Starlink-ը դա անկախ ինտերնետ է, որը Հայաստանի դեպքում, որը տարիներ շարունակ խնդիրներ է ունեցել, երբ Վրաստանում ինչ-որ տատիներ իրենց պոստանն էին փորում ու կաբելներ էին կտրում, կարող է եւ լինի հատկապես բիզնեսի համար շատ օգտակար որպես backup կապ։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն է համարում սա այլընտրանքային լավ կապ Հայաստանի համար, օգտակար միջոց հատկապես մեդիայի բիզնեսի համար։ Ես ինքս փորձարկումներ եմ արել Starlink-ի հետ, երբ ինքը դեռևս Հայաստանում հասանելի չէր իր ռոմինգային, որպես տարիֆով, բավական թանկ արժի, 150-ից մինչև $250 կարժեն ամսական, բայց բավական վստահելի լավ կապ է ապահովում Հայաստանում այն պայմաններով, որ նույնիսկ դրված է եղել, այսպես ասեմ, տանս կողքի, ասենք, մեքենայի կայանի կտուրին, Ռազմական ոլորտում էլ փոքր չէ Starlink-ի դերը, սակայն որոշ վերապահումներ կան այստեղ։ Ամերիկացի միլիարդատեր Մասկը բոլորովին վերջերս էր սպառնացել Ուկրաինային, ասելով թե Starlink արբանյակային համակարգը ուկրաինական բանակի հիմքն է եւ եթե անջատի, ապա ամբողջ առաջնագիծը նրա պնդմամբ կփլուզվի։ Մասկը հազարավոր Starlink տերմինալներ էր տրամադրել Ուկրաինային 2022 թվականի փետրվարի ներխուժումից հետո, ռուսների ոչնչացած կապի ծառայությունները փոխարինելու համար։ Հետագայում սակայն սահմանափակել էր մուտքը։ Starlink-ը նաև ռուսական կողմն է օգտագործում։ Այն արդեն հասանելի է նաև Ադրբեջանում։ Այդուհանդերձ Starlink-ի արկայությունը առավելություն կարելի է համարել հենց ռազմի դաշտում։ Ռազմի դաշտում պիտի լինի ռազմական տեխնիկա։ Starlink-ը դա ռազմական տեխնիկա չէ, այլ ինքը քաղաքացիական է եւ հետեւաբար գուցե ընդունել է իր կիրառությունը, ինչպես որ քաղաքացիական դրոնները օգտագործում են այսօր ռազմի դաշտում, եթե այլ ճարտ չկա։ Եվ այո, իսկապես գուցե Հայաստանի նման երկրի դեպքում ինքը կարող է լավ արդյունքներ ցույց տալ սահմանամերձ վայրերում, էլի որոշակի փորձարկումներ արվել են, եւ ինքը իրեն լավ է ցույց տալիս եւ շարժական իրավիճակում, եւ շարժվող մեքենայի մեջ է դա ապահովում կապուղի եւ ստատիկ, դրված տեսքով։ Պետք է շարունակել կապի այլընտրանքային գաղտնագրված եւ ռազմական նշանակության միջոցների ստեղծումը։ Starlink-ի ռազմական նշանակությունը պետք չէ գերագնահատել առավել եւս ըստ մասնագետի հուսալի վստահելի միջոց համարել։ Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով Starlink-ի հիմնադիր Իլոն Մասկին կարող է ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բան չգոհացնել եւ կիրառումը հենց այդ պահին կսահմանափակվի։